Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։ Տիկին Ստեփանյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ստեփանյան, փաստորեն իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը առաջարկում են ստեղծել մի նոր համակարգող խումբ, որը կզբաղվի նոր կաթողիկոսի ընտրությամբ եւ ինչպես իրենք են ձևակերպում Կազատի վեհարանը։ Որպես իշխող ուժի պատգամավոր, Տիկին Ստեփանյան, նախ այս երևույթին դուք ինքներդ ընդունելի համարում եք սա թե ոչ, եւ սահմանադրությամբ հստակ ասվում է, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Այս դեպքում իշխանությունը ինչ իրավասություն ունի խոչընդոտել եկեղեցու այս գործերին ու հատկապես նոր կաթողիկոսի ընտրությանը։ Շնորհակալ եմ հարցերի համար, ինչպես դուք նշեցիք, այո, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ պետությունը եւ եկեղեցին գործում են անկախ, ինչպես նաեւ սահմանադրության մեջ ամրագրված է հայոց եկեղեցու բացառիկ դերը, հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության մեջ, նրանք ովքեր ուսումնասիրել են հայոց պատմությունը կամ առհասարակ շփվել են հայոց պատմության դրվագներին, վստահաբար կփաստեն, որ հատկապես այն փուլերում, այն պատմական ժամանակահատվածներում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետություն եւ պետականություն, իսկապես հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել պետության գործառույթները եւ կարողացել է իր շուրջը համախմբել հայ ժողովրդին։ Ես կարծում եմ, խնդիրը այստեղ է նաեւ, որ եկեղեցին մինչ օրս չի կարողանում ազատվել այդ բարդույթից, հստակ հասկանալով, որ արդեն կա պետություն, որը իրականացնում է որոշակի գործառույթներ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ամրագրված եւ շատ հաճախ մենք տեսնում ենք եկեղեցու այսպես ասած մուտքը քայլերը դեպի քաղաքականություն, դա հատկապես շատ վառ ընդգծված է վերջին 5 տարիների ընթացքում, երբ 2-3 տարի առաջ ընդդիմադիր շարժման ղեկավարը, որը փաստենք, որ իր ծավալով եւ ընդգրկվածությամբ թերևս 21 թվականից հետո ամենահուժկու ընդդիմադիր ցույցներ ղեկավարում էր հոգևոր առաջնորդ, սա մի կողմից փաստում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական թատերաբերում, քաղաքական ուժերի, սուբյեկտների դեգրադացիա է տեղի ունեցել, այսինքն մենք չունենք այնպիսի առաջնորդ, այնպիսի լիդեր, որը կկարողանա առաջնորդի ընդդիմադիր զանգվածներին, բնականաբար ամբողջ հույսը մնում է եկեղեցին, եւ եկեղեցին էլ այստեղ, այսպես ասած, մի քիչ ավելի լայն քայլեր է անում դեպի քաղաքականություն, քան իրականում պետք է անի, քան ինչ իրեն թույլատրված է իրենց լիազորությունների շրջանակում։ Տիկին Ստեփանյան, բայց մենք շատ լավ գիտենք, որ այդ ամենը ձեր նշած շարժումը սկսվել է իրանցից, երբ որ այսպես ասած ոչ ապօրինի կերպով տեղի էր ունենում սահմանազատում այնտեղից կառակորդին հողեր էր այսպես ասած անցնում ու դրանից էլ գնացինք իրանց եւ քայլելով եկան, այսինքն ի սկզբանե անվտանգային հարցերի շուրջ է ձևավորվել սա, ոչ թե ինչ-որ քաղաքական նպատակներով։ Հարգելի Քրիստինե, չհամաձայնելով ձեր գնահատականի հետ, որ ամեն դեպքում սահմանազատումը եւ սահմանագծումը Կիրանցում եւ Տավուշի մարզի որոշ հատվածներում տեղի ունեցել ապօրինաբար, դա տեղի ունեցել այն քարտեզների հիման վրա, որի հիման վրա հետագայում մենք նույնպես պետք է շարունակենք մեր սահմանազատումը եւ սահմանագծումը Ադրբեջանի հետ, նշեմ, որ ես ձեր ուշադրությունը կուզեի հրավիրել Ռոբերտ Քոչարյանի մի քանի տարի առաջ տեղի ունեցած հարցազրույցի վրա, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը տեսնում է մեծ միութենական պետության կազմում, քանի որ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոշ դիրքավորումներ, միաբևեռ քաղաքականություն արդեն դառնում է երկբևեռ քաղաքականություն եւ նա տեսնում է, որ ինչու ոչ ինքը տեսնում է նաեւ ընդդիմադիր զանգվածների առաջնորդությունը հոգեվորի գլխավորությամբ, հոգեվորականի գլխավորությամբ եւ այստեղ պետք չի Ռոբերտ Քոչարյանին այսպես շնորհել բացառիկ կանխատեսման ձիրք ունեցող քաղաքական գործչի կամ չի կարելի նրան համեմատել որևէ մարգարեի հետ, իրականում սա վաղուց պլանավորված գործընթաց էր, որ պետք է այնուամենայնիվ որևէ մի հատվածում ձևավորվի ընդդիմադիր կամ ընդդիմադիր որոշ հայացքներ ունեցող քաղաքացիների շարժում, որը այդ պահին համընկավ Տավուշի հետ եւ Կիրանցի հետ եւ ընտրվեց այսպես ասած
Գալստանյանը, ով հետագայում նաև այս շարժումը առաջնորդեց, դա բոլորովին կապ չունի ձեր կողմից նշված դեպքերի հետ իբրև ապօրինություն, բայց ուղիղ պատճառ դարձավ, այո, որ Գիրանցից սկսեց, բայց ես կցանկանամ, որ դուք սա դիտարկեք այլ համատեքստում։ Ես կցանկանամ, որպեսզի առիթից օգտվելով հետևյալ հարցին մենք մոտենանք, քանի որ բոլոր լրագրողները այս օրերին հատկապես թրենդային է այս խոսակցությունները, պետություն, իշխանություն, եկեղեցի, հոգևորականներ, ես նախ կցանկանամ առիթից օգտվել եւ նշել, որ առհասարակ հայ ժողովրդի մոտ կա այսպիսի մի հետաքրքիր մոտեցում, որ ցանկացած process, ցանկացած երևույթ մենք անձնավորում ենք։ Այս դեպքում նույնպես զերծ մնանք անձնավորումից եւ այստեղ եթե մենք խոսում ենք որոշ հոգևորականների քաղաքական գործունեության մասին, ինչը շատ ակնհայտ է եւ ակնառու է, ապա պետք չի այդ որոշ հոգևորականներին ասոցացնել եկեղեցու հետ։ Եկեղեցին ունի շուրջ 1700-1800 տարվա պատմություն, եկեղեցին հայ ժողովրդի հետ քայլել եւ եկել հասել է 21-րդ դար եւ եկեղեցու բացառիկները որևէ մեկը ոչ կարող է խախտել, ոչ կարող է հերքել եւ դրանք անհույս ջանքեր կլինեն մեծ առումով։ Այստեղ խոսքը որոշ հոգևորականների մասին է։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ էի ուզում լսել օրինակ մեր հոգևորականների հայտարարությունը, կոչը, դիրքորոշումը, վերաբերմունքը, մոտեցումը, օրինակ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ ես որպես ընդդիմադիր գտնվում էի Ազատության հրապարակում, ես այնտեղ հոգևորական չեմ տեսել։ Ես շատ կցանկանայի հոգևորականների դիրքորոշումը, վերաբերմունքը, կոչը, հայտարարությունը խիստ գնահատական է լսել հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ եկեղեցին դարձյալ լուր է մնացել։ Գուցե այստեղ էլ քաղաքական ղեկավարի նման նրանք էլ սափրվելու անհրաժեշտություն ունեին, ես չգիտեմ, բայց եկեղեցին այս դեպքում լուր էր։ Ես հրաշալի հիշում եմ, երբ որ 2016 թվականի քարորիայի պատերազմի ժամանակ հոգևորականներից մեկը հրաժարվել էր մասնակցել մահացած զինվորի հուղարկավորությանը, նշելով, թե զինվորը մկրտված չէ եւ եկեղեցական կանոններով չի կարելի, որպեսզի եկեղեցականը գնա եւ չմկրտվածին հոգեհանգիստի կարգ մատուցի։ Ես 2020 թվականին Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից նամակներ ստացա, որտեղ նշված էր, որ Մոսկվայում գտնվող մեր առաքելական եկեղեցու եկեղեցիներից մեկը, որի հոգևորականի անունը Եզրաս էր, եթե չեմ սխալվում, ով հանդիսանում է Գարեգին II եղբայրը, եւ նա թույլ չէր տվել, որպիսի մեր զոհված զինվորների նկարները, նրանք հատկապես ովքեր որ Ռուսաստանից էին եկել իրենց պարտքը հայրենիքին մատուցեն, թույլ չէր տվել անգամ այդ նկարները հայտնվեն եկեղեցու բակում, եւ եկեղեցու ցույց էին, ինձ նկարներ էին ուղարկել, երբ եկեղեցու ցանկապատից այս կողմ մեր զոհված զինվորների նկարներն էին եւ խնդրում էին ինձ որպես Հայաստանի Հանրապետության պատգամավոր խնդրել նամակով խնդրել Եզրաս կաթողիկոսին, որպեսզի թույլ տա տղաների նկարները գոնե բերեն եկեղեցու բակ կամ մտցնեն եկեղեցի, հատկապես ինչու, որովհետեւ հիշում ենք դա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն էին արդեն եղանակային վատ պայմաններ, երբ ուղակի առանց սրտի ցավի հնարավոր չէր նայել տղաների նկարներին անձրևի տակ, այսպես նաև ոչ հաճելի պատկեր էր առաջանում եւ ես հանդիսանալով եւ լինելով ազգային ժողովի պատգամավոր գրավոր նամակ եմ ուղարկել Եզրաս կաթողիկոսին խնդրանքով, որպեսզի թույլ տա, որպեսզի մահացած զինվորների նկարները բերեն գոնե եկեղեցու բակ, նամակ այդպես էլ չեմ ստացել, բայց այն քաղաքացիները, ովքեր որ ինձ դիմել էին նամակով, ես նրանց հետ հետադարձ կապ եմ հաստատել, հարցնելով որ միգուցե ինձ չեն պատասխանել, բայց այն անունայնիվ նամակի բովանդակությանը եւ Վոլդորին անսացել են եւ թույլ են տվել նկարները տեղափոխեն եկեղեցի, բայց պարզվեց, որ ոչ։ Ես ուզում եմ այստեղ նշել նաեւ, որ եկեղեցին չէ պարուցվել ոչ Եզրասի, ոչ Եզրասի եղբոր եւ ոչ էլ կարծում եմ նրանց ազգության կամ նրանց բարեկամների գումարներով, դա կառուցվել էր հայ ժողովրդի հանգանակությունների արդիվ եւ ինքն էլ այսպես այնտեղ բազմած որոշակի դարձյալ քաղաքական գործունեություն է իրականացնում։ Ես ուզում եմ նաեւ այս առիթով խոսել մի բանի մասին, երբ որ անընդհատ այսպես հղում է արվում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, նշելով, որ պետության եւ իշխանության գործունեությունը տարանջատված են եւ այլն։ Տեսեք, պետական համակարգում թափուր հաստիկների համար, երբ որևէ մեկը հետաքրքրվում է, անպայման ինքը պարտավոր է ծանոթանալ պաշտոնի անձնագրին։ Մենք ունենք պաշտոններ, մենք ունենք հաստիկներ, որոնք իրենց հետ ենթադրում են պաշտոնի անձնագիր։ Այսինքն,
Եթե անձը, ով հավակնում է տվյալ թափուր պաշտոնին, չի ունենում պաշտոնի անձնագրին համապատասխան որակներ, պայմաններ, կրթություն, տարիքային ցենզ, ապա նա չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Հիմա ես գիտեմ, որ եկեղեցական կանոնակարգով կան հստակ արգելափակումներ եւ սահմանափակումներ, եւ բոլոր նրանք, ովքեր չեն հետևում, չեն պահպանում եւ չունեն այդ որակները, նրանք չեն կարող հայտնվել օրինակ կաթողիկոսի պաշտոնում։ Ստեփանյան, այս խնդիրները, որոնք դուք բոլորը մատնանշում եք, սրանք այս ամենը պետք է ենթադրենք իսկապես ձեր մատնանշած խնդիրները, եթե իսկապես կան, ապա դրանք խնդիրներ են, որոնք պետք է հենց եկեղեցու ներսում, այսինքն իրենց կանոնակարգով կարգավորվի եւ ոչ թե իշխանությունը ինչ որ միջամտություն փորձի ստեղանել ու հատկապես օրինակ մարդկանց չեք կարծում, որ այստեղ նաեւ որոշակի բարոյական նաեւ խնդիր կա, երբ որ անձնական դաշտ են մտնում, քննարկման առարկային դարձնում այս կամ այն հոգևորականը, թեկուզ եւ նա եկեղեցական ամուսնացած է, թե ոչ, զավակ ունի, թե ոչ, սա այս երևույթը առհասարակ նորմալ է անձնական դաշտում։ Մենք միշտ որևէ խնդրին անդրադառնալիս անպայման մեջը դնում ենք այսպես էմոցիա, դնում ենք բարոյական արժեքներ, նոր դիտարկում ենք ինչ որ փաստ, ինչ որ process, ինչ որ երևույթ, այ երբ որ մենք էմոցիան եւ այդ սրտառուտ, սրտաճմլիկ, այդ կարելիները, չի կարելիները հետ ենք քաշում, մենք բախվում ենք ուղիղ չոր փաստերի հետ։ Հարգելի Քրիստինա, եկեղեցական կանոնակարգով հստակ գրված է, որ կուսակրոնը միայն կարող է հավակնել դառնալ Հայաստանի Հանրապետության կաթողիկոս։ Հիմա բոլորը գիտեն եւ ոչ միայն ըստ երևույթին Գարեգին երկրորդ, այլ մենք էլի լսել ենք տարբեր հոգևորականների անուններ, ովքեր կաթողիկոս են, այսպես զբաղեցնում են հայ այդ հոգևոր հիերարխիայի բարձր պաշտոնները, բայց ըստ տարածված լուրերի ունեն երեխաներ եւ այլն եւ այլն։ Այն նույն մասին նոր է իմանում վարչապետը մասնակցում էր միրոնորթերին։ Ես իհարկե չգիտեմ վարչապետը այդ մասին նոր է իմացել թե ոչ։ Գիտեք ինչ եմ սարսնում, որտեղ ձեզ թե հասարակությունը, թե նաեւ օրինակ ընդդիմությունը ասում է, որ այս եկեղեցու դեմ էս ամենը սկսվեց օրինակ այն բանից հետո, երբ որ ադրբեջանական կողմից դժգոհություններ եկան, նույն Փաշազադեի հայտարարությունը անմիջապես հաջորդեց այս ամենը։ Այսքան ասում եմ փոխկապակցված է։ Դե գիտեք, մանիպուլյացիաների առումով մեր ընդդիմադիր դաշտը եւ շատ մարդիկ, ովքեր որ ակտիվ են հասարակական քաղաքական գործունեության մեջ, կարողանում են ինչ-ինչ process-ներ ինչ-ինչ դեպքեր այսպես բերել եւ տրամաբանության հասարակության դե հասարակության մեջ բայց այնուամենայնիվ հասարակությունը սնվում է խոսող մարդկանցից, այսինքն հասարակությունը հետևում է այն մարդկանց, որոնց կարծիքը այս կամ այն ոլորտում նրանց հետաքրքիր է, այսպես ասած, եւ դուք գիտեք, որ մենք արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի հետ ցանկանում ենք ընկել խաղաղության պայմանագիր Եվ խաղաղության պայմանագրի տեքստը չնայած ամբողջովին հասանելի չէ, հայտնի չէ հայ ժողովրդին, մեր հանրությանը, բայց դրա առանձին դրվագներ գրեթե ամբողջությամբ տարբեր հարթակներով, տարբեր ֆորմատներով քննարկվել են, թե կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, թե վարչապետի ասուլիսների ժամանակ, թե արտաքին գործերի նախարարի տարբեր հարթակներով կետերին, քանի որ օրինակ հասարակությունը ասում է, որ հասարակությունը այո, ես ծանոթ եմ բոլոր կետերին, այո, ես ծանոթ եմ խաղաղության պայմանագրի բոլոր կետերին եւ վստահաբար կարող եմ ասել, որ այդ բոլոր կետերը միանշանակ բխում են Հայաստանի Հանրապետության շահերից եւ այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը անընդհատ ձգձգում է Ադրբեջանը, հենց նաեւ փաստում է իմ քիչ առաջվա ասածը, որ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, հետեւաբար Ադրբեջանը շարունակում է շահարկել։ Հիմա ես կցանկանայի առիթ օգտագործելով նաեւ խոսենք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած 1-2 դեպքի մասին, որի մասին խոսեց նաեւ վարչապետը, երբ օրինակ քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայի փակ հանդիպումներից մեկի ժամանակ մենք քննարկել էինք դարձյալ խաղաղության պայմանագրի ինչ-ինչ կետեր, որը բնականաբար հանրությանը հայտնի չէ, դիվանագիտական էթիկայի տեսանկյունից դեռևս կարիք չկա, որ մենք ամբողջությամբ տեքստը հրամցնենք մեր ժողովրդին, կգա ժամանակը դա էլ կլինի, հուսով ենք, հույս հայտնենք եւ այսպես ասած արտահոսքեր տեղի ունեցել մեր ֆրակցիայի փակ նիստից, որը հետագայում դարձել էր արդեն դիվանագիտական հարաբերությունների, բանակցությունների համար ոչ հաճելի մեկնակետ։ Նկատի ունեմ նրան, ում որ նկատի ունեմ։ Հիմա տեսեք, մենք խոսում ենք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը
քաղաքական հանձնառություն է վերցրել եւ հետեւողական է իր այս ասասներին, մենք հավատարիմ ենք խաղաղության պայմանագրում տեղ գտած բոլոր ամրագրումներին, հետեւաբար գուցե դանդաղ, գուցե ցավոտ, գուցե հոգեմաշ, գուցե սրտամաշ, գուցե շատ մեծ դժվարությամբ, գուցե հսկայական նյարդերի հաշվին մենք քայլ-քայլ փորձում ենք գնալ դեպի խաղաղության պայմանագիր, իսկ այս առումով Ադրբեջանը ամեն ինչ այսպես շահարկում է եւ մենք տեսնում ենք, որ մեր եկեղեցու հոգեվորականները կաթողիկոսի գլխավորությամբ Շվեյցարիայում տեղի ունեցող մի հանդիպման ժամանակ խոսում են այնպիսի թեզերով եւ այնպիսի ուղղություններով, որ վերադարձի մասին էր, այդ խնդիրների մասին։ Տեսեք, մենք բազմիցս ասել ենք, որ այն քաղաքական միջավայրը, հարգելի Քրիստինա, հավատացեք, ես այն падգամավորներից եմ, որ ամենաշատն է շփվում տեղահանված արցախցիների հետ։ Ես այն падգամավորներից եմ, ում հեռախոսահամարը անձնական կան շատ արցախցիների մոտ ամենատարբեր հարցերով, անգամ ուղակի հանդիպել, զրուցել, խոսել, սուրճ խմել իրար հետ, ավարտած մինչև այս բնակ ապահովման ծրագրի հետ կապված տարբեր բանկերի հետ ունեցած խնդիրներով մենք անընդհատ բարբերաբար KS դորոշակի խումբ ազգային ժողովում, նաև հաշվի առնելով հանձնաժողովներում ընդդիմադիրները, շփում է արցախցիների հետ։ Նախ ես ուզում եմ նշել, որ չնայած բոլոր արցախցիների մեծագույն ցանկությանը վերադառնալ Արցախ եւ ապրել իրենց տներում, իրենք էլ փաստում են, որ ստեղծված իրավիճակում այն հանգամանքները, որ այսօր կան, այն պայմանները, որ այսօր կան, Ադրբեջանի կողմից թելադրվող այն պահանջները, որ այսօր կան, որևէ արցախցի պատրաստ չի եւ չի ուզում այս պայմաններով վերադառնալ Արցախ։ Սա բանակցային փաստաթղթից ինչ որ առումով դուրս է եկել, այսպես ասած, որովհետև այն պայման անիմաստ է քննարկել մի բան, եթե պայմանները ընդհանուր առմամբ այս առումով դրան դեմ են։ Բայց եթե Ադրբեջանը դեպի ասում պայմանները դիմում երաշիկներ չի տալի, ինչպես ենք այս ընդ որում մենք գիտենք, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ եթե դուք արցախցիները կան ապրեն Լեռնային Ղարաբաղում, այնպես ինչպես տարիներ շարունակ ապրել են, պետք է ունենան Ադրբեջանի քաղաքացիություն, ունենան իմ անձնագրերը, ինչպես նաև մենք բանակցությունների կամ քննարկման առարկա ենք դարձնելու, ինչ որ մի թվականին Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած Ադրբեջանի փախստականների հարցը, որովհետեւ խուսափենք մենք այս խնդիրներից, մենք բազմիցս քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ մենք չենք խոսում այս մասին, որովհետեւ Ադրբեջանը այս մասին չխոսի։ Եվ ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը Շվեյցարիայում խոսում է ճիշտ կառավարության թեզերի հակառակ տրամաբանության մեջ։ Հետո ասում եք, որ ճիշտ է արդյոք, որ իշխանությունը, չգիտեմ, մուտք է գործում կամ խառնվում է եկեղեցականների գործերին։ Այստեղ ես կցանկանամ հակընդդեմ հարցը տալ։ Իսկ ճիշտ է արդյոք, երբ տվյալ երկրի կաթողիկոսը գտնվելով այդպիսի կարևոր միջոցառման ժամանակ չի շարունակում կառավարության թեզերը, այլ խոսում է այնպիսի շեշտադրումներով, որը խաղաղության Տիկին Ստեփանի, եւ ընդունեք, որ դա հասարակությանը հետաքրքրող, հասարակությանը շատ ավելի ուրիշ հարցեր է հետաքրքրում, եւ լավ կլինի կաթողիկոսը, ինչպես նաեւ հոգեվոր դասը այդ առումով հասարակության հարցերին, այսպես ասած, միջամտեն կամ խոսեն։ Օրինակ, կցանկանայի, որպեսզի կաթողիկոսը իր քաղաքական տեքստերից մեկի ժամանակ իսկ նա չի խուսափում զբաղվել քաղաքականությամբ եւ որոշ հոգեվորականներ իսկապես չեն խուսափում զբաղվել քաղաքականությամբ, մենք բազմիցս ասել ենք, հարգելի հոգեվորականներ, եթե քաղաքականությունը ձեր համար այդքան գրավիչ է, այդքան հետաքրքրաշարժ է եւ դուք ունեք որոշ քաղաքական նպատակներ կամ առհասարակ ծրագրեր, որոնք կարող եք իրականացնել միմիայն քաղաքականության միջոցով, խնդրեմ փոխեք ձեր արտահակուստը, դուրս եկեք սքեմի տակից, հագեք աշխարհիկ կյանքին բնորոշ հագուստ եւ զբաղվեք քաղաքականությամբ։ Հայաստանի Հանրապետությունը դեմոկրատական երկիր է, կոնկրետ մեր իշխանությունը տարբեր օրենսդրական փաթեթներում, կուսակցությունների մասին, ընտրությունների մասին, օրենքներում բազմաթիվ փոփոխություններ է իրականացրել, հանգիստ ձևավորեք ձեր քաղաքական կուսակցությունը, քաղաքական ուժը կամ միացեք որևէ դաշինք եւ ձեր քաղաքական ծրագրերը իրականացրեք։ Այլապես ամեն անգամ, օրինակ Գյումրիի թիմ ընտրությունների ժամանակ այսօրվա Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ կցանկանամ, որպեսզի դուք որպես քաղաքացի ով վստահաբար հետաքրքրվել է եւ դիտարկել է մոնիտորինգի ենթարկել այդ ամբողջ process-ը ավելի ակտիվ էր
Շիրակի թեմի առաջնորդը, թե բուն տեխնացուն։ Այսինքն կա հստակ նպատակ, այդ մարդիկ հստակ ասում են, որ մենք ունենք մեր սրտի քաղաքական ուժը, մենք ունենք մեր սրտի վարչապետի տեխնացուն եւ մենք ուզում ենք ամեն գնով սրան սպասարկել։ Եվ մի հետաքրքիր թեմայի նույնպես կցանկանայի անդրադառնալ այս հարցով։ Ես լսել եմ Արման Բաբաջանյանի հարցազրույցը մեկում, ես լսել եմ Արման Բաբաջանյանի խոսքի տրամաբանությունը, ես լսել եմ նաև կաթողիկոսի կողմից պատասխանի միջոցով որոշակի ուղերձներ միտված իշխանությանը եւ չեմ լսել օրինակ Բեհարանի կողմից Արման Բաբաջանյանի այս ամբողջ հարցազրույցը հերքող կամ հաստատող կամ այլ դիրքորոշում պարունակող որևէ հայտարարություն։ Եկեղեցին պարտավորություն էլ պես չունի բոլոր ցանկացած գործի ամեն մեկը կարող է ինչ-որ հայտարարություն անել, բայց պարտավոր է որ եկեղեցին այս եկեղեցու մասին չէր խոսքը, ես իմ խոսքի սկզբում ասացի, որ խոսքը որոշ հոգեվորականների մասին է, ես եկեղեցուն երբևէ չեմ կպնի, ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես մասնակցում եմ պատարակներին, ես աշխատում եմ որևէ մարզ, որ գնում ենք անպայման լինել այդտեղ տարբեր եկեղեցիներում, իդեպ այստեղ հետաքրքիր հիշողություն ինձ մոտ եկավ, երբ տարիներ առաջ ես համակարգչով նայում էի իմ կողմից շատ հարգված երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի հարցազրույցներից մեկը, հուշերից մեկը, ով խոսում էր, որ եկեղեցու հետ կապված, թե որ մի եկեղեցիներից մեկի հետ կապված պեղումների ժամանակ, երբ որ նրանք գտել էին այսպես հետաքրքիր մասունքներ եւ քանի որ այդ մասունքները գտնվել էին Սուրբ Սարգիս եկեղեցիներից մեկում, իսկ մենք գիտենք Սուրբ Սարգիս եկեղեցիները շատ են Հայաստանի Հանրապետությունում, այսպես միտք էր ծագել, որ անպայման ուսումնասիրվի եւ գուցե եկեղեցու կողմից այլ ավելի մեծ ուշադրության արժանանա տվյալ եկեղեցին եւ այն մասունքները, որոնք գտնվել են եւ հետաքրքիր պատասխան է ստանում Սամվել Կարապետյանի գործընկերոջ հետ, ով այցելեր Գարեգին երկրորդին, նա ասում է, որ սարերի վրայի կիսաքանդ, կիսավեր եկեղեցիները իրեն չեն հետաքրքրում։ Սա ասել է մեր վեհափառը, Հայաստանի Հանրապետության կաթողիկոս Գարեգին երկրորդը, ով ի պաշտոն է, պարտավոր է եկեղեցու պահպանության տիրույթում գտնվող բոլոր հուշարձանները, այդ թվում խաչքարերը, պահել, պահպանել սրբության պես եւ փոխանցել հաջորդ սերունդներին եւ այստեղ բավականին հետաքրքիր է բոլոր լրագրողների, այդ թվում նաեւ ձեր այն պնդումները, որ իշխանությունը խառնվում է հոգեվորականների կյանքին կամ գնահատականների, որ քննարկման առարկա է դարձնել, դա ոչ չի խառնվում կամ թեմաներ եւ եթե կաթողիկոսի կողմից հարգելի Քրիստինա, ես ցավոք չունեմ վիճակագրություն եւ չեմ կարող պնդել, թե օրինակ անցած տարի կամ նախանցած տարի եկեղեցական կանոնագիրքը խախտելու հետևանքով քանի հոգեվորական է կարգալույծ արվել կամ փիլոնազրկվել, իսկ նույն որոշում ընդունողները սկզբից մինչև վերջ են խախտել այդ եկեղեցական կանոնագիրքը, նրանք չեն կարող զբաղեցնել այդ պաշտոնը։ Եթե մենք ուզում ենք իմիտացիա անել, զբաղվել իմիտացիայով, որ ամեն ինչ լավ է, եկեղեցում ամեն ինչ լավ է, հասարակության մեջ ամեն ինչ լավ է, իշխանությունները խնդիրներ չունեն, կամ իշխանությունների վարած քաղաքականությունը անբասիր է, կամ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը խութեր չունի, կամ այն բոլոր ռեֆորմները, որը իրականացնում է այսօրվա իշխանությունը, պետք չի քննարկել, եթե մենք իմիտացիա ենք ուզում անել, տեսեք, ես լինելով իշխանության ներկայացուցիչ այս ամենի մասին խոսում եմ։ Եթե մենք ուզում ենք իմիտացիա անել, որ ամեն ինչ լավ է, ուրեմն եկեք խնդիրներ կան, չխոսենք։ Այդ նույն իմիտացիաների, այդ նույն տաբու թեմաների մասին խոսելու վախից է, որ օրինակ այսօր Հայաստանի Հանրապետության անչափահասների շուրջօրյա խնամքի կենտրոններում, որոնք հանրությանը հայտնի են Մանկատուն անունով, կան երեխաներ, որոնք ծնվել են, երբ օրինակ աղջիկը սեռական բռնության է ենթարկվել հոր կողմից,
հորեղբոր կողմից, քեռու կողմից, եղբոր կողմից, եկեք իմիտացիա անենք, որ Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքները գտնվում են փառահեղ վիճակում եւ ինչ անում են երեխաների համար ենք անում, կամ այստեղ չգիտեմ, խոսենք, որ եկեղեցում կամ որոշ հոգեվորականներ նվիրված են միայն Աստծո խոսքին, իրականացնում են այն, ինչ քարոզում են այն, ինչ իրականացնում են, այստեղ խնդիրներ չկան եւ ամեն ինչ իմիտացիաներով երկիր չեն կառավարում։ Չի կարելի ամեն ինչին վերաբերել իմիտացիոն սկզբունքից ելքելով։ Կա խնդիր եւ եթե հոգեվորականները իրենց թույլ են տալի մտնել քաղաքականություն եւ ասել, որ կամ չգիտեմ վարչապետի հրաժարականը պահանջեն կամ բացահայտ ասեն, որ իրենց ֆավորիտ տեխնացուն այս կամ այն ուժի առաջնորդն է, ապա կներեք իշխանություններն էլ իրավունք ունեն ասելու, որ հարգելի հոգեվորականներ, դուք կարծես թե շեղվում եք ձեր հիմնական առաքելություն։ Եվ Տիկին Ստեփանյան, նաև գիտենք, որ ընդդիմությունը նոր տեխնացու է առաջադրել։ Սրա շուրջ մշտապես իշխանությունները նշում են, որ մենք ժողովրդավար ենք եւ պատրաստ ենք ընդդիմության հետ ինչ որ փուլում քննարկումների գալ իրավիճակի շուրջ, ինչ որ քննարկումներ ծավալել։ Իշխանությունները այսպես կտրուկ բոլոր տեխնացուներին հրաժարվում են, ասում են ոչ, մենք միայն Նիկոլ Փաշինյանն է վարչապետ եւ վերջ, այսինքն այլ ինչ որ քննարկումներ չեն ծավալում։ Հետաքրքիր է, իսկ ինչ եք սպասում իշխանություններից եւ մեր քաղաքական առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրված վարչապետ, լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Այստեղ անկեղծ ասած, այս մի առանձին խոսակցության քննարկման թեմա է, եթե ինչ որ մի այս առիթով չայլ առիթով կանչեք, կարելի է նաև այս impeachment-ի գործընթացի մասին ասել, որ սկզբից մինչև վերջ կարծես ինչ որ հումորային սիթքոմի հետ կապված քննարկում եղել եք թեմի։ Ոչ, չի եղել, ես արդեն ասացի, որ մեր մոտ բյուջեի կատարողականներն են եւ ինչպես նաև այս ժամանակահատվածից օգտվելով մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում։ Գիտեք, ինձ թվում է 2018 թվականից այնքան շատ ժամանակ չի անցել, բայց ինչ որ դեպքեր եւ իրադարձություններ այնուամենայնիվ կարծես թե ջնջվել են հանրության հիշողությունից, եթե նույնիսկ հանրության հիշողությունից ջնջված լինեն, պետք է որ հանրապետական կուսակցության հիշողությունից ջնջված չլինեն։ 2018 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության բոլոր մեծ եւ փոքր համայնքներում տեղի էին ունենում այսպես ցույցեր, ճանապարհներ էին փակվում, քաղաքացիները իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում, իրենց քաղաքական դիրքորոշումն էին արտահայտում դեռևս գործող իշխանությունների նկատմամբ ձեր կողմից նշված ընդդիմադիր ուժերի որոնք, եթե չեմ սխալվում, արդարացվել էր։ Այո, այսպես զրահապատ մեքենաներով, բան, տենց բավականին լուրջ բռնություններ, ֆիզիկական միջամտություններ իրականացնում հատկապես երիտասարդների շրջանում եւ ես գիտեմ, որ այս անձը մեկ այլ տխրահռչակ անձի փեսան է, այսինքն բավականին տխուր է, որ փեսաները, զոնքաժները, հարցները դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցության համար քաղաքական կատեգորիա են եւ թերևս ավելի մեծ վատություն Հանրապետական կուսակցությունը ինքը իրեն անել չէր կարող, այնինչ ինքը ընտրել է Դավիթ Համբարձումյանին։ Ես Դավիթ Համբարձումյանին չեմ ճանաչում, բացարձակ ցանկություն չունեմ երբևէ ճանաչելու։ Այնինչ մամուլից եւ լրահոսից կա եւ տեղյակ ենք Դավիթ Համբարձումյանի մասին, ինձ թվում է այդքանը հերիք է հասկանալու համար, որ Հանրապետական կուսակցությունը ըստ երևույթին 2018 թվականից հետո դասեր չի քաղել եւ այն ժողովրդավար, լիբերալ, այսպես ձևափոխված, արմատապես փոփոխության ենթարկված, այդ որ ընդունում են, հասկանում են, որ իրենք սխալվել են, այո, ինչ-ինչ դեպքերում իրենք կարող էին անել այսպես, բայց արել են այսպես, իրականում այս ամենը իրենք եւս կարող են այլ ընտրանք տեխնոլոգիա առաջադրել։ Այո, բան չեմ ասելու եւ եւս այսինքն դա անդիմության գործառույթն է։ Ոչ մի խնդիր չկա, ես պարզապես ցանկանում եմ ասել, որ եթե Հայաստանի Հանրապետության այս դեպքում ասենք պատիվ ունեմ
ֆրակցիան եւ Հայաստան դաշինքը եւ առհասարակ քաղաքական ուժերը, ովքեր որ լուրջ են վերաբերում իմպիչմենտին, ովքեր որ այսպես լուրջ դեմքով ասում են, որ իմպիչմենտը կարող է ունենալ հաջողություն, այ հիմա իրանք կբերեն տեխնազու, կհավաքագրեն համապատասխան չափի ստորագրություններ եւ process-ը կսկսեն եւ այլն եւ ինձ թվում է իրենք ամենաանլուրջն են վերաբերում այս իմպիչմենտի գործընթացին։ Շնորհակալ եմ զրույցի համար Տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ, ես եթե ժամանակ ունենք, ես կցանկանամ այս առիթով եւս մեկ բան ավելացնել, դարձյալ հավատարիմ մնալով հարցազրույցի սկզբում իմ նշած խնդրին, որ պետք չէ հոգևորականներին ասոցացնել եկեղեցու հետ, ինչպես իշխանություններն են գալիս եւ գնում, պետությունը մնում է, այնպես էլ հոգևորականները գալիս եւ գնում են, Հայաստանի Հանրապետության եկեղեցին մնում է եւ ասածիս վառ ապացույցն այն է, երբ մարդիկ պարզապես գնում են եկեղեցի, մոմ են վառում, իրենց աղոթքն են առ Աստված հողում եւ դուրս են գալի եւ միշտ չէ եւ բոլոր դեպքերում չէ, որ քաղաքացիները անպայման ուզում են այսպես խոսակցության մեջ մտնել կամ կոնտակտի մեջ մտնել որևէ հոգևորականի հետ, որովհետեւ իսկապես մարդիկ ունեն հոգևոր սնունդի կարիք, եկեղեցու կարիք, Աստծո կարիք եւ եկեղեցին այն հիմնական վայրն է, այն հիմնական հարթակն է, որտեղ մարդը կարողանում է առերեսվել, շփվել Աստծո հետ եւ հոգևորականները թող այստեղ իրենց Աստծո փոխանորդը չհամարեն երկրի վրա։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էր, մենք կհանդիպենք։